Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Բաքու եւ Երևան Եվրամիության գլոբալ դարպասների նախաձեռնության 2 միլիարդ եվրոյի փաթեթը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել որպես բացարձակ հաղթանակ եւ Հայաստանին կախվածության մեջ գցելու գործիք։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Ադրբեջանական վերլուծական դաշտում ակտիվ քննարկվում է, որ Եվրամիությունը ուշացումով է հասկացել Ադրբեջանի անփոխարինելի դերը միջին միջանցքում, քանի որ Ռուսաստանը եւ Իրանը դուրս են մնացել խաղից։ Նրանք պնդում են, որ ֆոն դեր Լայենի խոստացած 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթը ուղղվելու է հենց Նախիջևանի երկաթգծին եւ Բաքվի նավահանգստին։ Սա ինչ ինքնավստահություն է Արման։ Լարա, Ադրբեջանն այսօր փորձում է առավելագույնս կապիտալիզացնել արևմտյան երկրների էներգետիկ եւ լոգիստիկ կախվածությունը։ Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Եվրոպան հայտնվել է ծանր կացության մեջ եւ Բաքուն դա օգտագործում է Բրյուսելին սեփական պայմանները թելադրելու համար։ Հիմա Բաքուն ուզում է ցույց տալ, որ Եվրամիության հետ հարաբերություններում ինքն է որոշողը։ Ակտիվ շրջանառում է մենք չգնացինք Բրյուսել, Բրյուսելը եկավ Բաքու թեզը։ Ինչ վերաբերում է 2 միլիարդ եվրոյին, ապա Ադրբեջանն այստեղ բացահայտ ցույց է տալիս, որ այդ գումարները ծառայեցնելու է իր ռազմավարական շահերին, Նախիջևանի կապին եւ Կասպից ծովում իր մասնաբաժնի ընդլայնմանը։ Նրանք Եվրամիությանը փաստացի դրել են ընտրության առաջ։ Եթե ուզում եք Չինաստանից եկող միջին միջանցք, ապա պարտավոր եք ֆինանսավորել Ադրբեջանի ենթակառուցվածքները, այդ թվում Սյունիքով, իրենց ձևակերպամբ արևմտյան Զանգեզուրով անցնող ճանապարհները։ Իսկ դե ֆոն դեր Լայենի կողմից ականաձերծման համար նախատեսված 20 միլիարդ եվրոն Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ ուղղելու է բացառապես օկուպացրած Արցախի վերականգնմանը, դա ներկայացնելով որպես արևմուտքի հաշտեցում նոր իրողությունների հետ։ Արման, իսկ ինչպես արձագանքեց Բաքուն ֆոն դեր Լայենի Երևան այցին։ Իրականում ադրբեջանական կողմը հեգնանքով է խոսում ֆոն դեր Լայենի Երևան այցի մասին, այն անվանելով կարճ եւ անարդյունավետ։ Սա Ադրբեջանի կողմից հոգեբանական եւ քաղաքական ճնշման տիպիկ օրինակ է։ Նրանց պնդմամբ Եվրոպան Հայաստանին ընդամենը աբստրակտ առևտրային խոստումներ է տվել ռուսական պատժամիջոցներին դիմագրավելու համար, մինչդեռ Բաքվում ֆոն դեր Լայենը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ալիևին խաղաղության գործում ունեցած առաջնորդության եւ Հայաստանին էլեկտրաէներգիա եւ վառելիք մատակարարելու պատրաստակամության համար։ Այսպես Բաքուն փորձում է միջազգային հանրության համար լեգիտիմացնել այն թեզը, որ խաղաղության օրակարգն ու դրա պայմանները թելադրում է բացառապես ինքը։ Իսկ իրականում Բաքուն փորձում է Հայաստանին ներկայացնել որպես խաղից դուրս գտնվող սուբյեկտ, որի ներկայությունը տարածաշրջանային նախագծերում կախված է միայն Ադրբեջանի բարի կամքից։ Արման, նշեցիր, որ ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Բաքվի Հայաստանին էլեկտրաէներգիա եւ վառելիք մատակարարելու պատրաստակամությունը։ Չկա այստեղ թակարդը ընկնելու վտանգ։ Արդյոք Ադրբեջանը չի փորձելու կախվածության մեջ գցել Հայաստանը իր ենթակառուցվածքներից։ Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովի խոսքն ուղղակի մեջ բերելով փորձեմ պատասխանել, որքան շատ Հայաստանը կախված լինի Ադրբեջանից, այնքան ավելի լավ է։ Իհարկե Ադրբեջանի հեռահար նպատակը ոչ թե արդար հարևանությունն է, այլ Հայաստանի ինքնիշխանության դեֆորմացումը տնտեսական եւ էներգետիկ լծակների միջոցով։ Նրանք տեսնում են, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգությունն ու էներգետիկան հեռանալով Ռուսաստանից եւ անմիջապես խաղի մեջ են մտնում իբրև օգնություն առաջարկելով։ Ակնհայտ է, որ եթե Հայաստանը համաձայնի ընդունել այսպես կոչված օգնությունը առանց անվտանգության ամուր երաշխիքների, ապա Բաքուն ապագայում կարող է ցանկացած պահի անջատել լույսն ու գազը Երևանից նորանոր քաղաքական եւ տարածքային զիջումներ կորզելու նպատակով։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։